Ողջույն իմ հայ ժողովրդին, ոնց եք ժողովուրդ ջան, այսօր ձեր համար պատրաստելու եմ խոզի կարբոնատ, շատ ասոբնի ձևով, ճիշտն ասած իմ տատիկի ռեցեպտն է, դե գնացինք ժողովուրդ ջան, ինչից ենք սկսեմ, ժողովուրդ ջան, մեր դեպքում կարբոնատ է, ինքը 2.5 կիլոգրամ է, ուրեմն առաջի քայլը ինչա մեզ պետք անել, մեզ պետք է որ այս ձևի խոզի կարբոնատը, այս ձևի կտրատենք, Մեզ ես ցույց կտամ, պոլնեստյու պետք չի կտրատել, յան։ Իսկ թվում է տեսանելի է, թե ինչ եմ ես անում։ Հաջորդը։ Հաջորդը։ Եվ վերջինը։ Մեզ ես ցույց կտամ ժողովուրդ ջան, այս ձևի պետք է ստանաք, այս ձևի։ Ասի մի քիչ է կարելի է բացել։ Հաջորդ։ Հաջորդ մեր քայլը, մեզի պետք է որ մենք սոուս պատրաստենք։ Սոուսի վախտը կմիանենք։ Գնացինք։ Սկսում ենք պատրաստել մարինադը։ Ինչա մեզ հարկավոր։ Ժողովուրդ ջան, վեկալում ենք թթիկ դոշապ 50 գրամ։ Բավական է։ Добавить ենք անում աղ, սպեսներից սև պղպեղ, համեմի սև, կարմիր պղպեղ, Իտալիանսկի սպեցի, էլի շատ հավեսին, արամատ է տալի։ Այս սպեցները արդեն մենք մեր կողմից ենք դաբավիտ անում։ Ու դաբավիտ ենք անում չոր բրուսնիկա։ Մեր հաջորդ քայլը, մեզի պետք է որ 2 հատ կիվի, ես զարանի արդեն կտրատել եմ, 2 հատ կիվի ենք դաբավիտ անում, մի պճեղ սխտոր և դաբավիտ ենք անում 50 գրամ ձետ։ Ու ժողովուրդ ջան, բլենդերով պետք է յան լավ խփենք։ Նայմեք ժողովուրդ ջան, իս ձևի պետք է սոուս ստանանք։ Հաջորդ մեր քայլը։ Մեզ պետք է ժողովուրդ ջան, այս մեջինը հանենք, ամեն առաջինը։ Սպտը վերցնենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս ձևի վեկալում ենք թալով։ Ու այս ես ձեռներով, ժողովուրդ ջան, այս մի սոուսս կտրատել ենք սիրուն և մասաժ ենք անում։ Սաղ տեղերը սիրուն մարինավատ լինի։ ինքը շատ համեղ է ստացվում։
Այսինքն մի քիչ մեջերն եք ասած դաբավի տանում։ Հիմա թեքում ենք հակառակ կողմը։ Նույն ձևի հակառակ կողմն ենք անում, մարինավատ, այս ձևի տնավարի, այս ձեռներով, ժողովուրդ ջան, հավեսին, այսպես տնավարի ձևի, իրան մարինավատ եք անում, որ ինքը շատ համեղ ստացի ձեր մոտ, ու իրոքից ինքը շատ համեղ ալնա։ Ես սպասում եմ ձեր բոլորին կոմենտարիաների մեջը անպայման նշեք, փորձել եք, ստացվել է ձեր մոտ, թե չէ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ հաջորդ քայլը։ Ձեռքերս լվամ։ Ուրեմն մեր հաջորդ քայլը, ամենաառաջինը բերեք ժողովուրդ ջան, մի քիչ աղ դաբավի տանենք։ Բավական է։ Մեր հաջորդ քայլը վերցնում ենք մեր սոուսը, մենք ստե կարտոֆիլը, մեկ էլ գազարա, ուրեմն մեր սոուսը ամբողջականը լցում ենք ամանի մեջ, ու նույն ձևի ժողովուրդ ջան, այս ձեռքերով, այսպես հավեսի, էլի տնավարի, այսպես հավեսին խառնում ենք իրան։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիմա ձեռքերս կլվանամ, որ կարտոֆիլի վրա աղ դաբավի տանենք։ Մի րոպե։ Հաջորդը դաբավիտ ենք անում աղ։ Ժողովուրդ ջան, աղը անում ենք, էլի նույն ձևի տնավարի, հավեսով, այսպես տնավարի ձևի խառնում ենք, համ ու հոտը հավեսին լինի ժողովուրդ ջան։ Հաջորդ քայլին կմիանանք, գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիմա մենք միսը եւ բանջարեղենները տեղադրենք պրոթվինի մեջ։ Մեր հաջորդ քայլի ինչ պիտի անենք։ Ուրեմն վերցնում ենք կարտոֆիլը, այս ձևի, մոտիկից ես թվում է, մեր ապերատորը կնկարի, կարտոֆիլը այսպես սիրուն տեղադրում ենք, այս ձևի, արդեն շքեղ տեսք ունի։ Ինքը շատ համեղ ալնում, ժողովուրդ ջան, անպայման փորձեք։ Հաջորդը եւ վերջինը։ Ոմա ժողովուրդ ջան, տեսանելի է, ինչ ձևի տեսք ստացանք, փորձեմ այստեղ տեղավորել, ու
Հաջորդը ժողովուրդ ջան, այս ձևի կարտոֆիլը եւ գազարը։ Այս կողերը սիրուն տեղադրենք։ Ու վերջում ժողովուրդ ջան, այս սոուսը, այս տնավարի, այս սիրուն լցնենք այդ մսի վրա, ավելացնում ենք, կներեք ժողովուրդ ջան, ես ձեզի առաջին վիդեոների մեջ, որ ես սկսում եմ նոր գրական խոսալ ժողովուրդ ջան, աշխատում եմ այդ ուղղության, խոսք եմ տալի ձեզի, որ անպայման այդ ուղղության շատ մեծ աշխատանքներ եմ անում։ Կամաց իմ մոտ ամեն ինչը կդզվի ժողովուրդ ջան, գնացինք։ Մեր վերջնական տեսքը մենք արդեն ստացանք։ Հիմա ես իմ ձեռքերը կլվանամ եւ կմիանամ ձեզի։ Ժողովուրդ ջան, ուրեմն մեր հաջորդ քայլը եկալում ենք պերգամեն։ Այս ձևի պերգամենտը վերևից ու հաջորդ պերգամենտը այս ձևի վրա։ Ինչու ժողովուրդ ջան, որովհետև ֆոլգան պետք չի որ կպնի մսին։ Մեր հաջորդ մսից։ Հիմա ձևի ժողովուրդ ջան, ու հաջորդը նույն ձևի եկալում ենք էլի ֆոլգան ու նույն ձևի այսինքն ծածկում ենք։ Ժողովուրդ ջան, ջեռոցը զարանի միասել ենք 200 աստիճան, կմիանանք ձեզի եփվելուց հետո, գնացինք։ Ժողովուրդ ջան, 30 րոպե եփվելուց հետո մենք դուխովկից հանում ենք եւ իրան բացում ենք, որ ինքը լավ կարմրի։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ինքը ինչ ձևի է եղել։ Վայ շուտով են ժողովուրդ ջան։ Հիմա այս ձևի էլի հանում ենք ժողովուրդ ջան։ Ու մեզ պետքա այս սոկը ավելացնում ենք վրան ժողովուրդ ջան, որ ինքը շատ համեղ ձեր մոտ ստացվի։ Ժողովուրդ ջան, այս ձևի 30 րոպե մենք նորից էլի թողենք դուխովկի մեջ, որ ինքը լավ կարմրի։ Կարմրելուց հետո նորից ես ձեզ կմիանամ, գնացինք։ Մեր կարբոնատը արդեն պատրաստ է։ Մեր օպերատորին կխնդրենք հիմա կմոտիկացնի, ձեզ ցույց կտանք ինչ ձև է եփել։ Նայեք ժողովուրդ ջան, ինչ հավեսին եփել է։ Ես հիմա ամանի մեջ սիրուն ձևի կտեղավորեմ եւ կմիանամ, գնացինք։ Ժողովուրդ ջան, մենք վերջնական տեսքը արդեն մեր բլյուդի ստացել ենք։ Հիմա կնայեք ինչ ձևի է եղել ու ստացվել։ Հիմա ես ձեր համար կփորձեմ ժողովուրդ ջան։ Առաջինը լավաշ այս ձևի ժողովուրդ ջան, սիրուն։ Նայեք ժողովուրդ ջան, ինչ ձև է եփել լմիսը։ Շատ լավ է եփել։ Մի փոքր ես կփոխեմ ժողովուրդ ջան, ձեզ համար։ Շատ լավ է եփել։ Չեք պատկերացնում ինչ ձևի է հանում ժողովուրդ ջան։ Նույն ձևի կարտոֆիլ կփորձենք։ Մի փոքր
Շատ համեղաստացվել ժողովուրդ ջան։ Էս իմ սիրած բանն է ժողովուրդ ջան։ Որ այս են սիրուն հավաքվում ենք, չարչարում ենք, պատրաստում ենք ու վերջում նստում ենք ու վայելում ենք։ Դե գնացինք։